Իմ հորեղբայր Սամվել Կարապետյանը եւ հոգեվորականները կարող են ազատվել վաղը, եթե ասեն, որ եկեղեցու կողքին չեն։ Ուրեմն նրանք ուզում են բռնագրավել Սամվել Կարապետյանի բիզնեսները Հայաստանում։ Նա դա գիտի, բայց շարունակում է պաշտպանել եկեղեցին այդ ամենից հետո։ Այսպիսով նա շարունակում է պաշտպանել եկեղեցին, եւ սա է գաղափարը։ These are the persons with whom I think we must learn something. Կան մարդիկ, որոնցից կարծում եմ պետք է սովորենք։ Քանզի առաջինը 20-րդ դարի մեր հայ նախնիները զոհաբերվեցին իրենց կրոնի համար Օսմանյան կայսրությունում։ Ես հպարտ եմ, որ Սամվել Կարապետյանը, որ կարող էր լինել ազատության մեջ, կարող էր զբաղվել իր բիզնեսներով, կանգնած է իր կրոնի համար, որովհետև կրոնը եւ հավատքը կարևոր են։ Որպես առաջին քրիստոնյաներ հայերը ճնշվել են, բայց նրանք պայքարել են իրենց կրոնի համար։ Եվ սա է այն, ինչին այսօր առերեսվում է Սամվել Կարապետյանը։ Սա ոգեշնչող է եւ միաժամանակ ցավալի է տեսնել։